ուղղակի Հայաստանի ազգային գործարանի Եվրոպաստաշրջանի աշխատանքները այսօր երրորդն է եւ առաջին նիստը խոսքը դեպքեր կոնկրետ Դեպքի հիմնական թեման Արևմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը և քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի և ներկայիս Արևելքի հայության իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ։ Բարևներ բոլորին։ Առաջին շատ մեծ պատիվ ինձ համար շուրջը ձեզ հետ եմ ասում։ Քիչ առաջ Ձեզի գանչելու համար սուստովի կեսապեի լատակյայի հետ կապված ֆիլմը կապված ինչ վիճակի մեջ է մեր ժողովուրդը լատակյայի եկեղեցի մեջ և որպեսի ամիջապես ցույց տամ ձեզի այսօրվա իսկական իրական վիճակը Արևելյան Հայաստանի հայությունը, վերաբերյալ Կիրիգի հայությունը ինչ կապրի, ինչ կանցնի և ինչ կկատարվի ներանձել։ Սա շատ խեղալ, շատ կոնկրետ իսկական խնդիրներն են, որ մեր պատասխանատվություն այդ խնդիրների դիմաց լուծումներ գտնել, միասին, բոլորս միասին լուծումներ գտնել։ Անվանեն նաև ես ցանկանում եմ անդրադառնալ մեր ինքնիշխան նախագահական խորհրդի որոշմանը, որը ընդունվեց 2014 հոկտեմբերի հունվարի 20-ին իր նվերելուց հետո։ Արտահայտելու իրավունքը ազգային խորհրդի բացառիկ իրավունքն է։ Ես կխոսեմ 2004-ի մասին, որ անճամանակ շուշտ որևէ մարմին չկա, որ սպանվեր ուղղակիորեն Արևմտյան Հայաստանի հարցում։ Հոդված 4 կստեղծել իր ուրույն պաշտպանական կառույց։ Вот с января до сих пор сколько раз не участвовали в работе парламента? Меня до сих пор никто не заказывал, что слушай, будет заседание, ты приезжай. А почему вы не обратились ни разу, почему вас не приглашают на заседание? Я только одно сказали мне, что будет какое-то заседание в республике. Меня не так давно сказал. Я сказал, что если Саркисян, я не поеду. Он для меня никто. Я понимаю, сейчас мы говорим о нашей работе. Но не заказывали, я не знаю почему, но не заказывали. Может быть, что связь с этим имеет то, что меня искали, я не прислал эти документы, но не знаю. Я вас попрошу, вы можете написать это письмо, чтобы я мог поднять это? Конечно, я напишу. Кто там-нибудь мешает, наверное. Շատ կարևոր է համապատասխան անշուշտ այսօրվա վիճակը։ Անվային ապահովության և պետական ոլորտով Արևմտյան Հայաստանը արտաքին անկախ քաղաքականություն գլխարը անուղղակի հարաբերությունները կհաստատի մյուս պետությունների հետ և կմասնակցի միջազգային կազմակերպությունների գործունեությունը ուզեմ նշել աստեղ, որ արդեն 10 տարի է, որ արտեսակ աշխատանքները կտանենք և կտանենք մյուս պետությունների հետ և կտանենք միջազգային կազմակերպությունների հիմնավորված սեփականության տարբեր ցեղերում Թուրքիան գոհ։
իսկ մեջ ազգային բուրդ երաշխավորել խոսքի, մամուլի և խեղճի ազատությունը, օրենսդիր, գործադիր և տատական իշխանություններում իրարնես անջատ խորությունը, արվեստակցական և մասնագիտական միութեական համակարգը, Ազգագործություն, այսինքն 14 պետություն, այդ 14 պետություն, օրենքս է, ամենաուժը, ամենամեծ պետություններն են ժամանակ, և եթե կմտածենք և խոր կմտնենք պետությունների սահմանադրության մեջ կերևոր մեծ մաս պետությունները տախավություններ են, դա շատ կարևոր է, և նշանակ է, որ բավերացման ամիջավեց Աստրիան, Նորվեզանյան, Արաբային, Աֆրիկյան և ընկաստաններ մատվատկերած է ինչ դուպետներ միան ամերիտանական հարցության մեջ։ Աշխարհի մեծ մասը ճանաչեց Արևելյան Հայաստան որպես Հայաստան պետություն։ Սերվի տաշնագիրը Թուրքիան անցտրեց 1920 Անշուշտ այսօր մեր պետությունը տարբեր պատճառներով միացյալ օրենքի անդամ չէ։ Բայց բանը տեսել Հայաստանի Հանրապետությունը հարց է տալիս, որ պետության կողմեն ճանաչման ստացավ։ Մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այս ինքը ՄԱԳ-ի անդամ է։ Տեսեք թե ինչ, մենք ստացել ենք աշխարհի եսին դամավել ճանաչմանները ՄԱԳ-ի անդամ չենք։ Համար է, որ Ալեքսանդրոպոլ տաշնագիրը գմտնի մեր օրակարգի մեջ մենք կտավաճանենք մեր ամբողջ ճանաչմանի պրոսեսը։ Մի խոսքով, այսօր Արևմտյան Հայաստանը և սա շատ կարևոր է, որպես պետություն 1920 հայկական պետության շարունակություն է։ Մենք չենք խոսի այստեղ իրավահաջորդության մասին։ Իրավահաջորդությունը կարող է կառավարություններ լինել, պաշտպանության հնարավորություն փոխանցելու նպատակով։ Եվ հասկանալի սա արվեստները, պատերազմի արվեստները, որ դիմացիները փորձեն փոխանցնել հնարավորությունները։ Տարբեր զգացումներով Այլևս դեպքում մենք կսերմանենք մեր սահմանադրության ցեղասպանության դեպքով իմանտ սերմեր, որոնք բարձրապես սպասում են առաջանալ իմանտ, սպասում են առաջանալ իմանտ մարմինը։ Այս աղետի արջև մենք ունենք մեր մշակութային ինքնադասման, ավանդական գիտելիքների, գենետիկ ռեսուրսների և ավանդքը։ Այսինքն էներգիայի մեծ աղբյուր և արձագանքը վիբրացիա, որտեղ գտնենք որոշումներ մեր ազգային ներդաշնակություն և ավելի ամրապնդներ մեր պատկանելության զգացում։ Մի խոսքով մեզի դիմանալու համար մենք բավական տարբեր մենք բավական տարբեր հնարավորություններ ունենք, որ